մեծացնել մինչև մի 100 հեկտարի հասցնել։ Բնական է այդ տարածքներից հավաքած բերքը ես նաև բաժանում եմ գյուղացիներին, համապատասխան հողատերերին, որպեսզի կարողանան իրենք էլ ինքնուրույն արտադրությունը ընդլայնել եւ շարունակել։ Կատարվել է 3700 ցենտներ աշնանացանի սերմերի ցանքային որակի ստուգում, տրվել է համապատասխան վկայականներ, այդ վկայականներով այդ առաջի վերարտադրության սերմերը բաշխվել է մեր համայնքներին եւ բացի մեր սերմերից համայնքներին տրվող մեր մարզի համայնքներին է տրվել, ներեկրվել նաեւ Գեղարքունիքի մարզից համապատասխան պահանջի չափով Գեղարքունիքի մարզից ներեկրվել էլի սերմեր, որոնք տրվել են մեր համայնքներին, այնպես որ այս տարի մեր համայնքները կկատարեն 800-ից մոտ 900 հեկտար բարձր առաջի վերարտադրության սերմերով ցանք, որը բարձր բերքի երաշխիք է։ Ծառայության մասնագետների կողմից ցանքատարածքներում կատարվել են ապրոբացիայի աշխատանքներ։ Միաժամանակ նրանք հետևում են նաև սերմացուի զտման, ախտահանման եւ պարկավորման ընթացքին, որպեսզի ապահովեն պահպանման համար պահանջվող չափորոշիչները։ Արտաշատի տարածաշրջանում պետպատվերի շրջանակներում իրականացվում են գյուղատնտեսական կենդանների պատվաստումները։ Տարվող աշխատանքների ընթացքի մասին ներկայացնում եւ մասնագիտական խորհուրդներ է տալիս անասնաբույժ Տիգրան Պետրոսյանը։ Պատվաստումներ են կատարվում հիվանդություններից դաբաղի, խշխշամպալարի, սիբիրախտի, դա խոշորի կենդաններին է վերաբերվում, խոզերի ժանտախտի, հավերի ժանտախտի վերաբերյալ միևնույն ժամանակ ստուգում է արյունը բռուցելիոզի նկատմամբ։ Այդ պատվաստումները հովանավորում է պետության կողմից, պետական պարտադիր միջոցառումներ են։ Անասնաբույժները ապահոված են դեղերով, պատվաստումները ժամանակին եւ պլանավորված ձևով ընթանում է։ Այսօրվա դրությամբ Արտաշատի շրջանում պատվաստումների 80%-ը կենդանիների պատվաստումները կատարված է։ Ուղղակի առիթից օգտվելով ես ուզում եմ դիմել անասնատեր քաղաքացիներին, որպեսզի նրանք խոչընդոտ չհանդիսանան պետական այդ պատվաստումների ժամանակին կատարմանը, որովհետև ամեն մի պատվաստանյութը, որ ներկրվում է դրսից, դա մեծ դոզա է պարունակում եւ ցանկալի է, երբ որ այդ պատվաստանյութը բացվում է, եւ սկսում է պատվաստան միջոցառումը կատարվել, այդ պատվաստանյութը այլևս պահելու ենթակա չէ։ 6-ից 8 ժամվա ընթացքում այդ վակցինան պատվաստանյութը պետք է ներարկվի մեր կենդանիներին։ Ես ուզում եի դիմել անասնատեր քաղաքացիներին, որպեսզի նրանք այդ կենդանիներին, եթե այդ պատվաստումը պիտի տվյալ տարածաշրջանում, գյուղում, համայնքում կատարվի, ամսվա մեջ 1-2 անգամ է թող այդ կենդանիներին մի քանի ժամ, դաժե եթե պետք է տարվի դաշտ, ինչ որ տարվի արոտավայր, մի քանի ժամ տրամադրեն, որպեսզի անասնաբույժը կարողանա նորմալ ժամանակին իր պատվաստումները կատարվի, պլանները կատարվի եւ կենդանիները ժամանակին իրենց պատվաստանյութերը ստանան, որպեսզի զերծ մնան այդ հիվանդություններից։ Գյուղատնտեսության զարգացման եւ գյուղական վայրերի աղքատության կրճատումը, բնակչության պարենային անվտանգության ապահովումը, գյուղատնտեսական արտադրության ծավալի ընդլայնումը, մեր երկրում առկա բնական պաշարների արդյունավետ օգտագործումն ու գյուղատնտեսական քաղաքականության կատարելագործումը գյուղատնտեսության նախարարության գերակա ուղղությունն է։ Գյուղատնտեսության եւ զարգացման ծրագրերի վարչության բոլոր գործառույթները նպատակաուղղված են agrarային ոլորտում ծրագրային հայեցակարգային փաստաթղթերի մշակմանը, դրանց իրականացման ընթացքի ուսումնասիրություններին։ Գյուղատնտեսության արտադրական ներուժի օգտագործման նպատակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են եւ փոխաբաժինների մասնակցությունն։ Հետևաբար գյուղի եւ գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվում է գյուղացիական տնտեսությունների խոշորացումը, այդ ուղղությամբ պետական միասնական քաղաքականության մշակումը եւ իրականացումը։ Նախագծի նախաբանում ներկայացվել է հայեցակարգի տեսլականը, որը ունի հետևյալ ձևակերպումը։ Մրցունակ ապրանքային տնտեսությունների ձևավորման ու զարգացման միջոցով երկրի պարենային անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրություն տնտեսվարողների բարձր կենսամակարդակի ապահովման հիմնախնդիրների արժանական լուծումը։
Վարչության կողմից վերջին տարիներին մշակվել են մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնց առանցքային խնդիրը եղել է բարեփոխումների ճանապարհով գյուղատնտեսության բարելավումը, գյուղի արդյունավետության ավելացումն ու մրցունակության բարձրացումը։ 2005 թվականից սկսված մշակվեցին մի շարք փաստաթղթեր հայեցակարգային, օրինակ գյուղատնտեսությունում սուբսիդավորման ուղղությունների եւ մեխանիզմների հայեցակարգը, գյուղատնտեսական ապրանքների իրացումը ավելացված արժեքի հարկի վճարման կանոնակարգման հայեցակարգը, այդ հայեցակարգերը ելակետային հիմքեր ստեղծեցին հետագայում հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում հարկային արտոնությունների համակարգից սուբսիդավորման համակարգի անցման, այդ հայեցակարգերի հիմքի վրա ձևավորվեցին մոտեցումներ ծրագրեր եւ 2007-2009 թվականներին հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվեց գյուղատնտեսությունում տնտեսվարողներին հասարակական աջակցության ծրագիր, այդ ծրագրերը հիմնականում ուղղված էին բարձրադիր, առավել անբարենպաստ տարածքների գյուղատնտեսության զարգացմանը, գյուղատնտեսության ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև 2009 թվականին այդ նպատակային էր առավել եւ ուղղված էր հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Առանձնակի ուշադրության է արժանացել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Այդ նպատակով վարչության կողմից մշակվել է փորձնական ծրագիր, որը իրականացվել է Շիրակի մարզի Աշոտսկի եւ Ամասիայի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի ավելի քան 60 գյուղական համայնքներում։ Այդ գործընթացում կիրառված մեխանիզմները հետագայում հիմք հանդիսացան 2011 թվականին վարկային տոկոսադրույքի առավել ընդգրկուն ծրագրի իրականացման համար։ Կարևոր էր նաեւ 2010 թվականին ընդունված գյուղատնտեսական տեխնիկական գյուղատնտեսություն տեխնիկական վերազինման եւ գյուղատնտեսական տեխնիկայի